Գոյամարտ հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Գոյամարտ սերիալի ամենակննարկվող թեմաներից մեկը վերջին շրջանում Մանանի և Գրիշոյի ամուսնությունն է, թեև հարսանիքը կայացավ, շատ հեռուստադիտողներ դեռ չեն հավատում, որ այս հարաբերությունները երկար ու խաղաղ ապագա ունեն։ Սերիալի ընթացքում բազմիցս երևացել է, որ Մանանն ու Գրիշոն տարբեր աշխարհների մարդիկ են։ Գրիշոն իսկապես սիրահարված է Մանանին և երկար ժամանակ պայքարել է նրա համար, սակայն միայն սերը միշտ չէ, որ բավական է ամուր ընտանիք կառուցելու համար։ Մանանն ամուսնացավ մի ընտանիքում, որտեղ գրեթե ամեն օր նոր գաղտնիք, նոր հակամարտություն կամ նոր խնդիր է առաջանում։ Նա անընդհատ հայտնվում է Հունանի ազդեցության տակ։ Բացի այդ, արդեն մի քանի դրվագներում ակնարկներ են եղել, որ Գրիշոյի կյանքում կան մարդիկ, որոնց հետ նա շփվում է, այնպես որ Մանանի մոտ և խանդ և անհանգստություն է առաջանալու։ Այս սերիայից էլ պարզ դարձավ, որ ևս մեկ կերպար, ով Գրիշոյի կողքին է։ Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ Գրիշոն դավաճանում է, բայց սերիալային տրամաբանությամբ նման տեսարանները սովորաբար պատահական չեն լինում։ Հեռուստադիտողները հատկապես ուշադրություն դարձրեցին այն տեսարաններին, որտեղ Մանանը նկատեց, որ Գրիշոն գաղտնի զրույցներ է ունենում կամ ինչ-որ բաներ է պատմում։ Այդ պահերից հետո սկսվելու են ենթադրություններ, հայտնվել, որ նրանց ամուսնությունը կարող է դժվար փուլ մտնել։ Սակայն խնդիրը միայն այլ կանանց ներկայությունը չէ, ավելի մեծ խնդիր է վստահությունը։ Մանանը դեռ ամբողջությամբ չի վստահում այն ընտանիքին, որտեղ հայտնվել է։ Նա հաճախ է զգում, որ իրեն շատ բան չեն ասում, ավելին, ամեն մեկն իր հերթին փորձում է վիրավորել ու նեղացնել Մանանին։ Շատ հավանական է, որ առաջիկա սերիաներում հենց այս հակասություններն ավելի ուժեղանան։ Եթե Գրիշոն շարունակաբար ընտրի հոր կողմը, Մանանը կարող է ավելի հեռանալ նրանից։ Եթե ընտրի Մանանին, ապա կարող է բախվել ընտանիքի ներսում լուրջ հակամարտությունների։ Հատկապես հիմա, երբ Ավոն վերադարձել է, հաստատ Մանանն ու Ավոն հանդիպելու են, ու քանի որ նրանց բնավորությունները շատ մոտ է միմյանց, նրանք հաստատ հասկանալու են իրար և ինչպես երևում է հետագա սերիաներից ու նկարահանումների հրապարակից տեղադրված տեսանյութերից, Մանանն Ավոյի հետ է շարունակելու ապրել, տեղափոխվելու է հորեղբոր տուն։ Այս պահին սերիալում դեռ չկա հստակ նշան, որ Մանանն ու Գրիշոն շուտով բաժանվելու են, սակայն կան բազմաթիվ նախադրյալներ, որ նրանց հարաբերությունները լուրջ փորձությունների միջով են անցնելու։ Ամենայն հավանականությամբ առաջիկա դրվագներում կտեսնենք Մանանի աճող կասկածները, Գրիշոյի դժվար ընտրությունը հոր և կնոջ միջև, Հունանի միջամտությունը նրանց կյանքին և հնարավոր նոր գաղտնիքներ, որոնք կարող են ազդել այս ամուսնության վրա, և այսօրվա անոնսից պարզ է դառնում, որ եկել է ինչ-որ մեկը, որոնց միջև ինչ-որ բան կա։ Սա նշանակում է, որ Գրիշոն գաղտնիքներ է թաքցրել Մանանից, որի բացահայտումը կարող է բերել հետաքրքիր իրադարձությունների։ Հենց այդ պատճառով շատ հեռուստադիտողներ այսօր ավելի շատ են հարցնում, արդյոք նրանց ամուսնությունը մինչև վերջ կպահպանվի, թե ոչ։ Եվ եթե հաշվի առնենք Գոյամարտի դրամատիկ ոճն, ապա կարելի է ենթադրել, որ Մանանի և Գրիշոյի հարաբերությունների ամենաբարդ փուլը դեռ առջևում է, ու հավանաբար Մանանը այս ընտանիք է մտել ոչ թե Գրիշոյին սիրելով, այլ այս ընտանիքից վրեժ լուծելու նպատակով, որովհետև շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում առաջիկայում։ Ինչ գիտի Մանանը, ինչ է թաքցնում նա, ինչ կարող է բացահայտել և ինչ է սպասվում մակունցներին, երբ հասկանան, որ Մանանը հենց այդպես չի հայտնվել իրենց տանը, հատկապես Գրիշը։ Իհարկե, Մանանը Գրիշի մասին հետաքրքիր գաղտնիքներ արդեն գիտի, հատկապես Հելենի եղբոր մահվան մասին, որովհետև արդեն մի անգամ նա Գրիշոյին սպառնացել է, որ եթե չանի իր արածը, ապա բոլորը կիմանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել ընկերոջ, այսինքն Հելենի եղբոր հետ։ Սա նշանակում է, որ Գրիշոն էլ անցյալում
բավականին գաղտնիքներ ունի, որը կարող է բացահայտվել ցանկացած պահի։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենադիտարժան սերիաները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։